Աննախադեպ հաջողություն միջազգային ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչները մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային 19-րդ օլիմպիադայում։ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանը արդեն 4-րդ անգամ էր մասնակցում այս օլիմպիադային։ Նախորդ ապարդյուն փորձերից հետո, սակայն համառ ջանքերի շնորհիվ այս անգամ նվաճեց արծաթե մեդալ։ Անցած տարիներին կարող եմ ես ավելի սխալ բաշխայի ժամանակը խնդիրների միջև կենտրոնանալ մի խնդրի վրա, փորձեի ավելի շատ միավոր բերել, որը իրականում կարող է ավելի բարդ խնդիր լիներ, քան մյուսները։ Այս տարի այդպես չարեցի ու ավելի լավ ստացվեց։ Դա իրականում ավելի ճիշտ ստրատեգիա է օլիմպիադաների ժամանակ, բայց ոչ այնքան հաճելի, սակայն երբ որ իր ոնց որ լավագույն ձևով դրսևորվում է, շատ ավելի լավ է ստացվում, քան սովորական ժամանակ։ Բրոնզե մեդալակիր Մարտին Խաչատրյանը օլիմպիական ինֆորմատիկայով զբաղվում է արդեն 5-րդ տարին։ Նրա համար եւս այս օլիմպիադան դարձավ ամենահաջողվածը։ Ամենադժվարը հոգեբանականն է, որովհետեւ ոնց որ օլիմպիադայի ընթացքում մենք չենք իմանում մյուս մասնակիցները ինչ արդյունք ունեն ու մենակ ամենավերջում մի քանի օր հետո արդեն նոր իմանում ենք, այդ ինչն է բերում, այդ բերում է նրան, որ օլիմպիադայի ընթացքում մենք չենք իմանում, թե ինչի վրա կոնկրետ կենտրոնանանք, այսինքն 3 հատ խնդրից որի վրա կենտրոնանանք, որի ենթախնդիրները լուծենք, որից միավոր փորձենք փոխենք։ Մարտինը 24/7 ռեժիմով պատրաստվում է Բոլիվիայում առաջիկայում կայանալիք ինֆորմատիկայի համաշխարհային օլիմպիադային։ Ամեն մի քայլից հետո միշտ ավելի սովորելու բան կա ու զուտ հաջորդ քայլը այդ ավելի ուժեղ դառնալն է։ Մայրբուհի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հենց այս լսարանում են կերտվել հերթական հաջողությունները։ Օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով։ 5 ժամվա ընթացքում մասնակիցները պետք է լուծեն 3 խնդիր։ Խնդիրները բավականին բարդ են ու մրցակցությունն էլ շատ է այս օլիմպիադայի։ Օլիմպիադային մասնակցում էին տեխնոլոգիական աշխարհի ուժեղագույնները, Հայաստանը ներկայացել էր 11 հոգով։ Ըստ օլիմպիադայի կարգի մրցանակային տեղերը շնորհվել են հաշվի առնելով յուրաքանչյուր երկրից 6 լավագույն մասնակիցների արդյունքները։ Խնդիրները այն ուղղությամբ են փոխվում, որ գիտելիքը ավելի քիչ կարևոր անհրաժեշտություն է օլիմպիադաներում, քան խորը մտածելու կարողությունը։ Ու ինձ թվում է դա լավ է, որովհետև խորը մտածելու կարողությունը ցանկացած ինչ-որ կոնկրետ գիտելիքից շատ ավելի արժեքավոր է։ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել է 36 երկրի ավելի քան 860 աշակերտ։ Հրուր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։